Խորեն Մեյխանանջյանը հալեբցի մի երիտասարդ, որ 1953-ից սկսած մասնավոր դասեր էր առել Ռոբերտ Աթայանի հարմոնիա, սոլֆեջո, տեսություն եւ նրա կնոջ Մարջան Մխիթարյանի մոտ դաշնամուր։ Սկզբում երգում էր վանքի երգչախմբում։ Վանքից Հրանտ Գևորգյանի հեռանալուց հետո նշանակվեց երգչախմբի ղեկավար եւ սկսեց ամենօրյա փորձերը։ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ շաբաթ կիրակի Էջմիածնի տաճարում երգեհոնի նվագակցությամբ Մեյխանեջյանը համառորեն պարապում էր երգչախմբի հետ։ Փորձում էին Մակար Եկմալյանի պատարագը քարաձայն խմբի համար, օրհներգություն առ օրհներգություն, սրբասացություն առ սրբասացություն, մեղեդի առ մեղեդի։ Մեյխանեջյանը խիստ էր եւ պահանջկոտ։ Մի քանի ամիս անց պատարագի երգեցողությունը որակական փոփոխություններ կրեց։ Հիմա երգչախմբի անդամներից յուրաքանչյուրը զգում էր, որ ամեն օր մոտենում է իսկական արվեստին։ Երգի խմբային ընկալման այն սահմաններին, երբ միասնանում են ճաշակները, մտքերը, վերաբերմունքը եւ հուզական լիակատարության մեջ հնչում է ձայնային երանգավորումներով հարուստ մեղեդին, հանդիսավոր ինչպես օրհներգը եւ միստիկ երկնային ինչպես հոգեվոր երգի խորհուրդը։ Լուսինեի նկատմամբ Մեյխանեջյանը մի առանցին հոգատարություն էր ցուցաբերում։ Հասկանում էր խմբավարը, որ Լուսինեն ուրիշ է, բացառություն։ Զարմացնում էր նրան մասնավորապես երաժշտական ընթերցակ դարձվածները մեկ շնչով կատարելու Լուսինեի կարողությունը։ Ճիշտ է, դեռ մեծ չէր արտիստական փորձը, բայց նրա երգը մի ուրիշ խորհուրդ ուներ իր մեջ, մի ուրիշ որակ։ Մի անգամ, երբ Լուսինեն կատարեց Տեր Ողորմյան, Մեյխանեջյանը հասկացավ, որ սա մինչև վերջ մաքուր եւ անապական մի հոգու արտափայլումն է սոսկ, եւ որ գաղտնիքը երգչուհու մարդկային նկարագրի մեջ է, պարզ, միամիտ, բարի, անպաշտպան եւ անմեղ հոգու, որ ոչ մի բանով չի կեղծում իրեն, չի ծածկում կամ թաքցնում, չի փորձում վատը լավ ներկայացնել, չի մղվում ինքնացուցադրման եւ չի տաքանում սեփական ջերմությամբ։ Մարդու նրա նկարագիրը դրսևորվում էր նրա երգի մեջ, եւ սա էր, որ նրան զատում էր, տարբերում էր մյուսներից այնքան նկատելի։ Մեյխանեջյանը հասավ այն բանին, որ երգչախումբը սկսեց լավագույնս կատարել Եկմալյանի պատարագը։ Հին հրեական հոգևոր արարողություններից փոխարված ընծայաբերման, սրբացման եւ ճաշակման հանդիսավոր այս տիսակատարությունը, ինչպես նշում են մասնագետները, կազմավորվել է վաղ միջնադարում։ Սկզբնապես պատարագը ընծայաբերումը ըստ երևույթին չի հարասվել երգասացությամբ։ Հետագայում է, որ պատարագային արարողությունները ուղեկցվում են երաժշտությամբ եւ երգով։ Դարերի հոլովույթի մեջ հավատացյալների հոգիները շղթայելով ընծայաբերման, սրբացման եւ ճաշակման խորհուրդը սկսում է ներկայացվել ավելի կամ պակաս ծիսական թատերային մանրամասնություններով, մեղեդիների, զուգերգերի եւ խմբերգերի կատարմամբ, որոնց միանում էր եւ երգեհոնը։ Բախի, Հենդելի, Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի պատարագները արդեն ընդարձակ երաժշտական ստեղծագործություններ են, խորապես ներշնչված հոգևոր մեծ ազատության խորհուրդներից, որ վրա է հասնում նոր պատմության սկզբներին, որպես միստիցիզմը հաղթահարած ազատամտության եւ ինքնարտնացումի անթաքույց արտահայտություն։ Ռոմանտիկական վերերկրային խոստովանություններում փառաբանված ոգին նորասկիզբ ազատամտության պայմաններում իր ամբողջ համամարտկային մտահոգություններն էր պարզում։ Ելնում է նաև քայլում արդեն ոչ թե որպես ճակատագրի ամենասովորական կարգավորիչ, այլ մարդկության երջանկության եւ դարձադարձիկ բախտի քննախույս դատավոր։ Պատարագային երաժշտության մեջ արտացոլվում էր ոչ այնքան հավատքի ուժը, որքան դրա խորքը, եւ սա երաժշտական այդ մենախոսությունները սերտորեն կապում էր նրանց ստեղծագործության ոչ միայն ոգու, այլև մտածողական ամբողջ համակարգի հետ։ Եկմալյանի պատարագը Մեյխանեջյանի երգչախումբը հնչեցնում էր բավական թարմ ու միստիկ խորհրդով։ Մասնագետները կարծում են, որ Եկմալյանը իրոք անփոփոխ է թողել մայր մեղեդին, ավելի քան հավատարիմ մնալով դարերի միջից սերունդներին փոխանցված եւ գրեթե անփոփոխ հայկական պատարագի երգասացության ընդհանուր ոճին եւ եղանակներին։ Կոմիտասը ընդհակառակը մաքրել է շատ բան, խմբագրել, ճշտել եւ հետևելով մեր գեղեցիկ երգի հնագույն մոդուլացիաներին վերգտել է ըստ երևույթին բուն հայկական մեղեդիների այն որակը եւ լադա արտահայտչական կառույցը,
որով դարերի մեջ վերառակվել է աղոթքն ու շարականը, ավետիսն ու մեղեդին, գանձն ու տաղը։ 50-ական թվականների վերջերին և 60-ական թվականների սկզբներին Հրանտ Գևորգյանը և Խորեն Մեյխանեջյանը Էջմիածնում կատարվող եկմալյանական պատարագի մեջ մտցրեցին նաև հատվածներ Կոմիտասյան պատարագից։ Ամեն հայր երկնավոր, խորուրդ խորին, Յամենայնի, Որդի Աստծո, Հոգի Աստծո, Քրիստոս Սպատարեկյալ, Լցակ, Գոհունամք։ Այս հատվածների կոմիտասյան մշակումները ազգային պոլիֆոնիկ ոճի իրոք հանճարեղ դրսևորումներ են։ Օպերային դասարանում պարապում էին երկուսը՝ Սուրեն Չարեքյանն ու Շողիկ Մաղաքյանը։ Անուշը բեմադրելիս Լուսինեն երգում է «Ախ իմ բախտը կանչում է ինձ, դու ինձ չես սիրում, Սարոյի հետ զուգերքը ասում են ուռին» և այլն։ Չարեքյանը ներս էր մտնում սրընթաց։ Դաշնամուրի առաջ նստած Գալստյանը սիրունատես կարճ ու թմբլիկ անմիջապես բացում էր նոտագիրքը։ Բոլորը լարվում էին, որովհետև նշանավոր դիրիժորը կարգապահ էր, խստապահանջ և զարմանալի ճշտապահ։ Հագնված ամբասիր, բացառիկ բարեկիրթ ու խնամքով Չարեքյանը ներկայանում էր որպես իսկական երաժիշտ, սուր դեմքին դյուրությամբ փոխըմբռնման հասնելու փափկանակատ և վարժ մի պատրաստակամություն։ Տարեվերջյան քննություններին բեմադրեցին Անուշը։ Պետական օպերայի խաղափորձերի դահլիճը լեփ-լեցուն էր։ Շողիկ Մաղաքյանը վերջին հրահանգներն էր տալիս։ Չարեքյանը դարձյալ սրընթաց ներս մտավ և բոլորը նայեցին ժամացույցին։ Լուսինե Անուշը հագել էր ատլասյա դեղնականաչ փոթավոր շրջազգեստ, որ կիսվում էր արծաթե գոտու ամուր սեղմումից։ Երկարահյուս սեթ կեղծամը ընկել էր կրծքին և աչքերը վառվում էին հազվագյուտ ոգևորությամբ։ Նրա դեմքին վախի արտահայտություն կար։ Արմինե Քարամյանը եկել էր լսելու և դրանից Լուսինեի հուզմունքը կրկնապատկվել էր։ Նինա Սաղյանի և Արմինե Քարամյանի հետ կողք կողքի նստել էր Մարիաննա Հարությունյանը, որն հիմա թողել է երգչուհու իր զբաղմունքը և ֆիլհարմոնիայում նվագացողի պաշտոն էր զբաղեցնում։ Սա իմ լավ ուսանողուհին է, ասաց Արմինե Արտյոմովնան Մարիաննային, և կարծես թե մայրիկիդ էլ շատ նման է երգում։ Այո, ասաց Մարիաննան, իսկապես որ։ Երբ Սարոն Կավալյան վազեց Անուշի հետևից նրան բռնելու, փոքրիկ սիրային տեսարան, Անուշը խույս տալու համար առաջ նետվեց և ոտքը խճճեց շրջազգեստի փեշերի մեջ։ Նա վայր ընկավ, և նրա հետևից սլացող Կավալյանը չկարողացավ իրեն պահել։ Դահլիճը արձագանքեց լիաթոք ծիծաղով։ Մարիաննան, որ կիսադեմով շատ էր հիշեցնում մորը, հռչակավոր երգչուհի Հայկանուշ Դանիելյանին ասաց. Լուսինեին ուղարկեք ինձ մոտ, կաշխատեմ օգտակար լինել։ Սառը դատողական Մարիաննա Հարությունյանի խոսքի մեջ հաստատակամ ու եռանդուն շատ բան կա, որ միանգամից դիմացինի մեջ կոտրում է սենտիմենտալ, փխրուն ամեն ինչ և նախատրամադրում գործնականության ու ռեալիզմի։ Լուսինեի նոր երգացանկը Նինա Գրիգորիևնան համաձայնեցրեց Արմինե Քարամյանի հետ։ Կամերային դասարանում նոր թափով սկսվեցին պարապմունքները։ Ծրագիրը հսկայական էր։ Դասատուն ընտրել էր հատկապես այնպիսի երգեր, որոնք բնութագրական էին Լուսինեի ձայնային տվյալներին։ Քնարական, սրտարուճ, թախծոտ ու ռոմանտիկական Շումանի հեռուներում և Շուբերտի Ձմեռային ճանապարհ շարքից երգերը նա կատարում էր ներքնապես անկաշկանդ։ Լուսինեն արտակարգ թարմությամբ և անկրկնելի հմայքով էր երգում հատկապես Հուգո Ֆոլֆի «Ցող Վաղորդյանին», «Անտառումը» և «Հմայվածը»։ Սմետանայի Նովակի աշխուժ մեղեդիները կատարելիս ցայտում էր սլավոնական կենսախնդությունը։ Նինա Գրիգորիևնան ուզում էր ունկնդրին ներկայացնել մի իսկական կամերային երգչուհու։ Դրա համար էլ նա ուշադիր էր կատարման բոլոր մանրամասներին, ներքինից սկսած և վերջացած գլխի, բերանի, ձեռքերի շարժման արտիստական պայմանականություններով, բայց ամենից ավելի երգի ըմբռնումն ու վերարտադրությունն էր ուշադրության կենտրոնում։ Գիտեք, Արմինե Արտյոմովնա, ասաց մի անգամ Նինա Գրիգորիևնան, մի նայեք Լուսինեի փխրուն մեղմությանը, նա շատ հաճախ ինձ տանում է իր ետևից։ Նայում եմ նրա դեմքին և ինքս էլ եմ փոխվում։ Նրանից դեպի ինձ է գալիս ինչ-որ բան և ես վերափոխվում եմ։ Ես երգը լսում ու տեսնում եմ այլ ձևով ու իմաստով։ Գիտեմ, իմ ասածը երևի ձեզ տարօրինակ թվա, բայց այդպես է։
Նա ստիպում է ինձ տեսնել այնպիսի վոկալ նրբություններ, որ այլ պարագայի կարող էին բոլորովին էլ չնկատվել։ Մի ուրիշ անգամ Արմինե Արտյոմովնան լսեց Գեղոնի Չչյանի, Սերգեյ Աղաբաբովի, Կոմիտասի և Ռոմանուս Մելիքյանի երգերի կատարումները։ Նինա Գրիգորիևնան նորից համոզվեց, որ Արմինե Քարամյանը վոկալի հմուտ մասնագետ է։ Նրա յուրաքանչյուր դիտողությունը, եթե չէր էլ փոխում երգի որակը, ապա անպայման անդրադառնում էր ձայնի գունային հուզական նկարագրի վրա և երաժշտական դարձվածը հնչյունային իսկության մեջ վերաճում էր անչափ նուրբ, գրեթե անորսալի երանգավորումների խաղի։ Ճիշտ դաստիարակած ականջը միայն կարող էր որսալ այդ նրբությունները և իսկական ճաշակը կարող էր վերհանել կատարման այդ գեղեցկությունը։ Կոնսերվատորիայի դահլիճում տված մի քանի փակ համերգներից հետո պարզ դարձավ Լուսինեին մեծ բեմահարթակ հանելու անհրաժեշտությունը։ Արմինե Արտյոմովնան տենդագին պատրաստում էր Սանհու բենեֆիսը։ Մշակվում էր ամեն մի մանրուք, երգացանկը մի քանի անգամ փոխվեց և չնայած դրան Լուսինեն ինքն էր հասկանում, որ համառ աշխատանքը և խստապահանջ ճաշակը միայն կարող է հաջողություն բերել։ Պերսելի Դիդոնայի լացը, Դիդոնա և Էնեաս օպերայից, Գրաֆինյայի Արիան Մոցարտի Ֆիգարոյի ամուսնությունից և Գերշվինի Օրորոցայինը Փորգի և Բես օպերայից դրվեցին ծրագրի սկզբում։ Ապա սրանց հաջորդում էին Հենդել, իտալական պիեսներ, Ռոսինի Տարանտելլա, Շուբերտ Բարկարոլլա, Ստրադելլա աղոթք, Գլուք Մեղեդի, Գրիգ Նորվեգիային և Լիստ, ինչպես Լաուրայի հոգին, Ձկնորս Լորելեա երգերը։ Երկրորդ բաժինը սկսվում է Ռախմանինովի վոկալիզով, ապա Գլինկա Անտոնիդայի Արիան Իվան Սուսանին օպերայից, այնուհետև Ռիմսկի-Կորսակով, Շապորին, Դորգոմիրսկի, Բալակիրև, Ռուբինշտեյն, Շոստակովիչ։ 1962 թվականի հունվարին Արմինե Արտյոմովնան Լուսինեի համերգը կազմակերպելու համար դիմեց կոնսերվատորիայի ռեկտոր Լազար Սարյանին։ Ֆիլհարմոնիայի տնօրենից ստացվեց թույլտվություն։ Օրվա համար ինքներդ պայմանավորվեք փոքր դահլիճի տնօրենի հետ, ասաց Ղազարոս Սարյանը։ Ես ձեզ երախտապարտ եմ, անմիջապես ասաց Արմինե Արտյոմովնան։ Լուսինեին ես էլ եմ բարձր գնահատում, կասկած չունեմ, որ հաջողություն կունենա։ Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճի տնօրեն Ալեքսանդր Մակեդոնսկին 70-ին մոտ սպիտակահեր գնդլիկ մի մարդ, որ պարծենում էր, թե հեղափոխությունից արած սպիտակ ձիով ման է եկել Աստաֆյանի փողոցով և ջարդել Երևանի կանանց իր գեղեցկությամբ։ Մեկդի դնելով ասպետական հին սովորույթը, այս անգամ եղավ չափազանց գործնական և հաշվենկատ։ Դահլիճը կտրամադրվի, եթե դուք նախապես 100 տոմս գնեք։ Լուսինեն պատմեց խորենին ամեն ինչ։ Արմինե Արտյոմովնայի և Նինա Գրիգորիևնայի հետ եղել էր այդ տնօրենի մոտ։ 100 տոմս միայն վաճառեցեք, մնացածի համար ինքս եմ պատասխանատու, ասել էր նա, ճանապարհելով կանանց։ 100 տոմսը բարեկամների շնորհիվ վաճառվեց։ Կոնսերվատորիայի ուսանողներից շատերը ավելի վաղ էին եկել։ Արմինե Քարամյանը և Նինա Սաղյանն էլ ավելի վաղ։ Նրանք օգնում էին Լուսինեին հագնվելու։ Նա մի շքեղ բեմազգեստով էր, կուրծքը բաց, ուսագլուխների մոտ փոթածալ ուռուցիկ թևքերով վարդագույն կրեպտիշինի հմայքը դառնում էր անդիմադրելի կոնսերվատորիայի շրջանավարտի բարակիկ ու հասուն աղջկական ձևերի ընդգծումից։ Դահլիճում զբաղված էին նույնիսկ ետին կարգերի աստիճանները։ Արմինե Արտյոմովնան չափազանց հուզված էր։ Նա բեմ էր հանում Սանհուն անփորձ մի երգչուհու։ Ինչ էր լինելու, ինչպես էին լսելու, ինչ արձագանք էր գտնելու նրա երգը։ Ծրագրից երևում էր, որ ամեն ինչ ընտրված է խնամքով ու ճաշակով։ Ամեն ինչ արված է հաջողության հասնելու համար, և միակ և ամենամտահոգիչ բանը լեփլեցուն դահլիճն էր, պահանջկոտ, համառ, քմահաճ ու անըմբռնելի։ Դահլիճի սարսափը այդ րոպեներին համակել էր Լուսինեին, որ բացակա ժպիտով նայում էր Արմինե Արտյոմովնային, իսկ մտքում անվերջ հարցականների շարաններ, ինչպես է գնահատվելու այսքան երկար ու բոլորանվեր հոգնությունը։ Լուսինեն ետ ու առաջ էր քայլում նեղլիկ զարդասենյակում, ուր հասնում էր անհամբեր դահլիճի խուլ ու ծանր հևքը։ Նորից էին փոխել երգացանկի դասավորությունը։ Դիդոնայի լացը հիմա առաջին բաժնի նախավերջին համարն էր։
Համերգը սկսվելու էր իշխանուհու արիայով Մոցարտի Ֆիգարոյի ամուսնությունը օպերայից։ Դե քեզ հաջողություն, համբուրելով Լուսինեին, լցվեց Արմինե Արտյոմովնա։ Անհայտ երգչուհուն դիմավորեցին որնդոս ծափերով։ Դրսում խոշոր փաթիլներով ձյուն էր տեղում։ Հսկա պատուհանից երևում էին փողոցային լապտերների տակաշխույժ պարբռնած անհամար թիթեռնիկներ։ Դահլիճում տաք էր ու հարմարավետ։ Իսկ երիտասարդ երգչուհին չէր զգում այդ ջերմությունը։ Նա արդեն կատարել էր 2 համար, իսկ ձեռքերը դեռ սառն էին ու անկենդան։ Ձեռքերը տաքացնելու անդիմադրելու ցանկություն ուներ, բայց արդեն ազդարարել էին հաջորդ համարը, եւ հիմա նա ստիպված էր փոքր-ինչ անջատվել դաշնամուրից, առաջ գալ եւ նայել սև անորոշ զանգվածին, որ հանդիսատես է կոչվում։ Գերշվինի օրորոցայինը կատարելիս նա հանկարծ ունեցավ ինքնահայտնաբերման հազվագյուտ այն զգացողությունը, որից հետո երգելը վերածվում է ստեղծագործության, երգի մեջ եւ երգի միջով սկսում է հոսել մեղեդու եւ ձայնի բացառիկ ներդաշնակությունը, հրահարված մութ եւ անկերպարանք ստեղծագործական ուժի շնորհիվ։ Մարմինը, ամբողջ մարդկային էությունը այդ պահին արտակարգ եւ եզակի ֆիզիոլոգիական դրության մեջ է։ Կոկորդը բերում է անթարգմանելի եւ անբացատրելի զգացումային հարստություններ, ձայնը դառնում է էսթետիկորեն հմայիչ եւ մինչեւ վերջ տիրապետված։ Այդ զգում է նաեւ դահլիճը։ Շունչը պահած լարվում է վայելքի հետ միասին ապրելով երգչուհու հոգեվոր ներսուզման եւ ստեղծագործական վերացումի ամբողջ ոգեվորությունը։ Լուսինեն հանկարծ իր մեծ զգաց այն ազատությունը, որ ունենում էր ախալցխայի հինավուրց տան բակում, երբ բացելով վարակույրը չարաճճի ու խնդումներես առանց նվազագույն ամաչկոտության, ձայնում էր. «Выступает актриса Погорелого театра». Ձերքերի մատների ջերմությունից նա զգաց, որ արյունը կայտար ու համաչափ մի ուրախություն է բերում։ Ներսի լարվածությունն աստիճանաբար անհետացավ, քրտինքը պաղեց, ականջների ետևում եւ թիկունքից հորդող ջերմությունը նվազեց, պակասեց։ Այժմ նա տեսնում էր առաջին շարքերում նստածներին, նույնիսկ տարբերեց Ժոզեֆինա Սեքսենյանին եւ Աշակուհուն։ Ծափերի որոտը ուրախության զգացում չէր բերում։ Նա միայն անջատվում էր վարքնապես եւ փորձում էր բեմհարթակի մաշված տախտակամածի վրա ավելի ամուր կանգնել։ Գլխապտույտի պես մի բան էր ունենում։ Բերանի խորքում բարձրանում էր չորությունը եւ նա աշխատում էր չմտածել հաջորդ երգի մասին։ Իսկ հաջորդը հայտարարելուց հետո գալիս էր ինքնատիրապետումը, առանց նվազագույն ճիքինա լսում էր Սեդասահարունուն եւ ասես նվագակցությունը իր միջից հանում էր այն իսկականը, որ երգի տաք հուսահատությունն էր կամ անորսալի երջանկությունը։ Հենդելի իտալական պիեսները կատարելիս Լուսինեն փոխվեց միանգամից։ Նա արդեն մոռացել էր մարդկանց ներկայությունը, ետևում թողել դահլիճի սարսափը եւ վերգտել իր իսկական ազատությունը։ Արմինե Քարամյանը համերգի յուրաքանչյուր մասի ավարտից առաջ մի քանի հայկական երգ էր դրել. Կոմիտաս, Կռունկ, Էդվարդ Միրզոյան, Երաստեսա, Կարոս Զաքարյան, Քնքուշ աղջիկ, Ռոմանոս Մելիքյան, Պսակ, Կլորպար եւ որպես բիսային համար թույլատրել էր երգել Կոմիտասի մշակման մի քանի շարական Տեր-Ողորմյա, Խորուրդ, Խորին։ Երկու ստեղծագործություն Լուսինեն կատարեց արտակարգ. Ռախմանինո վոկալիզը եւ Կոմիտասի Կռունկը։ Դահլիճը լսեց սքանչացած ափի բերան։ Վոկալիզի կատարման ժամանակ ձայնի միայն գեղեցկությունը չէ, որ հիացնում էր, այլև նուրբ ֆիլիգրան աշխատանքը։ Դասառնությունը Մայրաթորի երգչախմբում նրան վարպետացրել էր այն աստիճան, որ հիմա նա Կոմիտասին մոտենում էր որպես հազարամյա բարեկամի, հասկանում նրա երգը եւ ճշգրիտ վեր էր հանում հոգեբանական խորքերը, բառամեղեդային տարածքը, հարստությունը։ Լուսինեի Կռունկը դարավոր կանչ է, պանդխտի մորմոք, վաղնջական ու հինավուրց ցավ, թափառականի անժպիտ ու հոգնած դեմքին։ Համերգի երկրորդ բաժնում Լուսինեն արդեն հոգնած էր, անգամ շարժումների մեջ մի որոշ թուլություններ նկատվում, բայց ամեն ինչ բարեհաջող ընթացք ունեցավ։ Նա երգեց ավելի ինքնավստահ եւ անկեղծ, եւ այստեղ երևի կարևոր դեր ունի ռուսական ռոմանսների հետ ունեցած վաղեմի մտերմությունն ու սերը։ Դեռ ուսումնարանում սովորելիս Ռոզալիա Իվանովնան նկատել էր Լուսինեի այդ հակումը։ Չայկովսկու ռոմանսներից մի քանիսը նա կատարում էր ռուսական ոգուխոր ըմբռնումով։ Շատ հաճախ դասատուն մտածում էր, թե որտեղից է այս հոգեհարազատությունը։ Երևի Ելենա Պավլովնայի արյունն էր մերձեցնում սլավոնական ուժեղ,
և կեսուրախ կրքերին։ Բիսերը, կանչերը, ծափահարությունները բեմահարթակ էին հրավիրում հոգնած երգչուհուն։ Արմինե Արտյոմովնայի աչքերին նայելիս Լուսինեն փորձում էր զսպել ահա թափվող արցունքները։ Աղջիկս, անուշիկս, թանկագինս, ամեն ինչ գերազանց էր։ Արմինե Արտյոմովնան գրկել ու համբուրում էր Լուսինեին։ Իսկ դահլիճը կանչում էր երգչուհուն։ Տեր Ողորմյան Լուսինեն կատարեց առանց նվագակցության, հետո խորուրդ խորինը։ Խորուրդ խորին անհաս անսկիզբն, որ զարդարեցեր զվերին պետությունըտ, ի յառագաստ անմատոյց յուսոն, գերապանց փառոք զդասս հրեղինած։ Շարականի օրհներկական գովաբանական բնութագրերում միջնադարյան մարդու միամիտ պատկերացումները հանկարծ թվում են չափազանց այժմեական։ Անսկզբի անհասի խորհուրդը մեղեդու վերերկրային ծավալումներում առնում է չափազանց մարդկային կերպարանք, լուսին և ճշմարտությանը հաղորդակցվելու կարիք։ Լուսինեի ձայնը ընդառաջում է այդ ցանկությանը, բերելով անզուգական և անիրական քնքշություններ, տառապանքի լուր ցավ, որ այս անգամ հոսում է ու գոնաներկում Շարականի ամբողջ մեղեդին։ Խորուրդ խորին, անհաս անսկիզբն։ Ձգվում ու ելևէջվում է յուրաքանչյուր բառը անսահման գեղեցկությամբ ու աղաչանքով։ Ծավալվում հավատի մի պայծառ երանությամբ, մեղեդին ձեզ կանչում է հոգևոր ինքնաստուգման և մղում կատարյալի որոնման։ Երգի հեղինակը Խաչատուր Տարոնացին 12-13-րդ դարի հայ երաժշտության նշանավոր հայրերից է, որին և վերագրվում է Արևելյան Հայաստանում խազային նոտագրությունն արմատավորելու պատմական առաքելությունը։ Խորենը փետրվարյան ձյունոտ ու թաց այդ երեկոյին կարողացել էր ճարել 30 կապտաճերմակ նարգիս։ Խորուրդ խորինից հետո նարգիսները հասան Լուսինեին։ Կանգնած էր նա անհավատալի երջանկության առաջ և չգիտեր, որ այստեղ ամեն ինչ իրենն է, և ուրախությունը, և տոնական տրամադրությունը, և ծափերը, և բավականությամբ լի հայացքների ու ժպիտների գարնանային ծաղկաթափը։ Այս առաջին համերգի մասին մամուլում ոչինչ չի գրվել։ Մի քանի ամիս անց Լինա Սահյանը իր հերթին նույն փոքր դահլիճում դեմ հանեց Լուսինեին, հրավիրելով մարդկանց կամերային համերգի։ Սովետական արվեստ ամսագիրը հուլիսյան համարում մի փոքր հաղորդագրություն էր տպագրել։ Ապրիլի 29-ին փոքր դահլիճում կոնսերվատորիայի շրջանավարտ Լուսինե Զաքարյանի կամերային համերգն էր։ Նվագակցում էր կամերային երգի նրա դասատու դաշնակահար Նինա Սահյանը։ Ծրագրի ընտրությունն իսկ գեղարվեստական ընտիր ճաշակ էր վկայում։ Առաջին բաժնում ունկնդիրների համար բացվեցին Շուբերտի, Շումանի, չեխ կոմպոզիտորներ Սմետանայի ու Նովակի, հազվադեպ կատարվող Հուգո Վոլֆի, Աղաբաբովի, Չտչյանի երգերի ու ռոմանսների սքանչելի կերպարները։ Երկրորդ բաժնում հնչեցին Ռախմանինովի Անթառամ ծաղիկը, Շապորինի իսպանական ռոմանսը, Պրոկոֆիևի Քո Մենաստանում ռոմանսը, պատմված իսկական մարդու մասին օպերայից, Շոստակովիչի հրեական ժողովրդական պոեզիայից Աղջկա երգը, Մենդելի երկու երգը, Վասիլենկոյի և Ռակովի ժողովրդական երգերի մշակումները։ Երիտասարդ ու շնորհալի երգչուհին ամբողջ ծրագիրը կարողացավ մատուցել երաժշտական գերազանց նրբազգացությամբ, ստեղծագործությունները մեկնաբանել ու ճշմարիտ ու անկեղծ եղանակով։ Դրան նպաստում էր նաև գեղեցիկ տեմբրով օժտված ճկուն ձայնը, որին նա տիրապետում էր ազատորեն ու անկաշկանդ։ Սա սկիզբն էր։ Այնուհետև Երևանում և Երևանից դուրս, Մոսկվայում, Լենինգրադում և այլուր, ապա և արտասահմանում տպագրվեցին շատ ու շատ հոդվածներ, բնութագրություններ, հաղորդումներ, բանաստեղծություններ, վերապրումի հուշեր նվիրված Լուսինեին, այն անզուգական երգչուհուն, որի երգը նորից ու կրկին համբավում էր մարդու հոգևոր անբավ հարստությունը, մի նոր կողմից բացելով և շողացնելով հայ հանճարի դրամատիկական սրությամբ աչքի ընկնող ստեղծագործական հնարավորությունները, սերը, լույսի, արդարության և ճշմարտության նկատմամբ։ Երբ 1959 թվականին լույս տեսավ ժամանակակից մեծ բանաստեղծ Պարյուր Սևակի անլռելի զանգակատուն պոեմը, Խորենը մի նամակ ուղարկեց հորը Լենինական, որով խնդրում էր միաբանության և ճեմարանի աշակերտության համար մի քանի օրինակ ուղարկել այդ գրքից։ Հարություն Պալյանը անմիջապես կատարեց որդու ցանկությունը։ Անլռելի զանգակատան 10 օրինակ շուտով հայտնվեց Մայր Աթոռում։
Գիրքը կարդում էին հափշտակությամբ։ Առաջին անգամ էր, որ լույս էր տեսել մեծ երգահան ու երաժիշտ Կոմիտասի կյանքի ու ողբերգության ամբողջ պատմությունը չափաբերանական ձևի մեջ, պարուր Սևակի ստեղծագործական տառապանքի հազվագյուտ կնիքը վրան։ Վանքի միաբանությունը և պաշտոնեությունը Կոմիտասին նվիրված պոեմը դիտում էր սեփական գործունեության գնահատության հոգեբանական դիրքերից։ Չէ՞ որ Կոմիտաս վարդապետը, որ դեռ անցյալ դարի 90-ական թվականներին որպես ճեմարանի երաժշտության դասատու փոխարինել էր համբավավոր կարամուր ձայն։ Մայրաթոռում ապրել, սովորել և ստեղծագործել էր շուրջ 30 տարի։ Էջմիածնում էր նա գրել իր լավագույն ստեղծագործությունները, ուսումնասիրությունները, հավաքել ու հրատարակել հայ ժողովրդական երգերը։ Ճիշտ է, Ղրիմյան հայրիկից հետո Էջմիածինը բարեհաճ չգտնվեց իր մեծ զավակի հանդեպ, բայց դա արդեն անցած բան էր։ Ով հիշում է մանրուքը, նա մոռանում է գլխավորը։ Իսկ գլխավորը կա ու մնում է։ Լույսի երգի մեղեդու մաքրության, ազնվազարմության, հոգևոր առաքինությունների, բարության և անհիշաչարության, անմեղության ինչ նյութից է կառուցվել ու կերտվել Վիլ Ժուֆիի երկար հոգեվարքը, ապրած հայ երգի սգավոր հանճարը։ Ինչ պատկերներ, ինչ տեսիլներ են վագել խուլ և խավար երևակայության դաշտերով։ Բանականության քիչ-քիչ մարող լույսի տակ հոգեվարքն ինչ ջղաձուկումներ, ինչ ժանտատեսիլ ուրվականներ, ինչ մղջավանձներ են, որ երկարել ձգվել են հարկու սարսափների ահագնացող պատկերների միջով։ Չի քնել վարդապետը։ Զրնգացել է նրա մեջ հազարերանգ ձայնատարը, և նա փորձել է հավաքել փշուր եղած մեղեդին, կոտրտված և ջարդոտված խազն ու խաղը, տաճարի նեղ լուսամուտից թափված լույսը շաղվելով իր ներսում, համազանգող եղանակներին։ Կանգնել է նա սրսուռ ու ցուրտ վաղորդյանին, դաշտերի խաղաղ լռությանն ունկնդիր, նա երգ չի լսել, նա լսել է երկնքի և հողի խոսակցությունը, արևի լույսի և քրտինքի մեջ շողացող երջանկության զրույցը։ Եվ նա փորձել է աղոթել։ Հայասական այրական տառապանքներից գոյացած մի երկարատև ու անանց մորմոք լցրել նրա աղոթքի մեջ և երգի մեջ, վերին բարձրյալին ուղղված։ Եվ դարձյալ սեփական խաչը տանելու հնազանդամիտ ուրախություն, ուրիշներին երջանկացնելու անհագուրդ մղում ու կարոտ։ Դաշնամուրի ստեղներից լույս կաթեց ճերմակ ու բարի ձեռքերին։ Նա չէր մտածում, որ ուրիշ հոգսեր կան։ Նա գիտեր, որ ամենուրեք բոլոր երկնքների տակ հոգսը մեկ է։ Բարի առավոտի հոգսը, երդիկի ծուղ, հաց, արդարություն և բարություն։ Երգերը գիտեր նշխարքի պես են, հալվում, գնում են, բայց արյանն է անցնում նրանց սրբությունը։ Եվ մաքրվում են մարդիկ, և թողնում են դաժանությունը, և հեզաբարո ու մեղմաշունչ են դառնում, և թեթևանում է հոգսը, եզները ավելի լավ են քաշում, հոտաղները խնդում են ուրախաձայն, հողի ցողոտ ու խոնավ բույրը ելնում տարածվում է և Աստծո բարությունը կաթում է սուրբ ցելերի վրա։ Ու տալիս էր նա բոլորին ինչ ուներ, տալիս էր անմնացորդ, վաղվա օրվա համար էլ հերկելով խոպանը և հունդ նետելով ակոսի մեջ։ Պարգև բաշխեց, որդիներն իր տարաբախտ ժողովրդի և մարդկության։ Պարգև բաշխեց, Աստծո նման շռայլորեն, և բաշխելով հարստացավ, գովենք զքեզ, բարեբանենք։ Բանաստեղծը միանգամից ընթերցողին տանում է կորսված հայրենիքը Կուտինա, և միանգամից ազատագրական ասեմ, թե պատմական հուշ պատկերների գեղահյուս և նուրբընտիր առանձնացումների մեջ Երևան էր գալիս Գողթան գավառից Անատոլիայի խավար խորքերը տարված երգաստեղծ երգիչների և եղանակավորող դաշնավորող թանդիռեհարների սև ճակատագիրն ու վատաբախտներ կան։ Ով է հասկացել քմայքը բախտի, և այն էլ հայոց։ Իսկ հայոց բախտի դարձադարձը իրոք շատ էր քմահաճ, շատ էր զարտուղի ու ծուռընթաց։ Մարդը կանչվել էր ժողովրդի կողմից, այդպես չափազանց հազվադեպ է լինում։ Նա գիտեր այդ և դրա համար էլ գիտակ էր իր մեջ ծովացող զգացումների ալեբախումը երգի վերածելու գաղտնիքին։ Գիտակ էր ու տեղյակ։ Հիմա ամեն ինչ նրա մեջ խոսուն բարություն էր։ Նա վերածվում էր երաժշտության։ Այդ հին դարերի մութն էր քամվում և կաթում որպես լուսեմեղեդի, թե Հառիճո վանքի բակում հայտնված գեղեցկուհին էր թափառում ծանր վարսերը և զոմփի տալիս թռիչքի մեջ շողացնելով սևորակ լուսառատ աչքերը։ Այդով էր բարձրացել Մասիսի լանջը, Արագածի քառագագաթի մեջտեղում կանթեղ էր վառվում,
Անհավանական չէ, որ աղջիկը կարողանա այնպես մոռանալ իրեն, որ չհիշի, թե ինչպես է կարոտել իր յարին։ Եվ առավ ամեն ինչ, ժողովրդական եղանակի բարբառները, ժողովրդական եղանակի կյանքը, մեղեդու շեշտը, հնչյունը, լարումը, ռիթմը, վաղնջական ձայնաշողը ու հանկարծ չգիտես որտեղից լսեց, թե ինչպես է կանչում Սոնայարը իր յարին, ինչպես է մաղկատում սիրտը, ինչպես է տրոփում սպասման և կարոտի հոգեմաշ երջանկությունից։ Դժբախտություն չէր արդյոք գնալ Արտամիջի այն ճանապարհով, որով անցել է Եզնասայլը, անիվների խոր հետքը թողնելով կավահողի մեջ։ Արտը ծփում է մեղմ քնքշությամբ, և հողը ցերեկվա արևի տաքությունն առած զարկում է դեմքիդ, և դու չգիտես այդ ով է գալիս ետևիցդ։ Յենիչերին արյունոտ ղաթաղանը ձեռքին, թե ասկյարը կապուտ շապիկ հագած։ Ով ուզում է թող գա, միևնույն է, արյունը տաք է, ինչպես մարդկային շունչը, իսկ յենիչերին շնչում է, ասկյարը հևում է մարդկային շնչով, մահը ուրեմն դեռ հեռու է։ Եվ նա հիշեց Սաղմոսի տողը. «Տեր առ զզեն և զասպար քո և արի յօգնել ինձ»։ Ոչ ոք չէր գալիս օգնության, Արտամիջյան ճանապարհը երկարում էր, իսկ հետևից եկողների ոտնաձայնն արդեն թնդում էր ականջների մեջ։ Աման, այ աման։ Հայոց բախտին պարուր սևակը կցում էր խարդախ, դժխեմ դաժան որակումները, և դրանից սիրտը չէր հովանում։ Բանաստեղծը պարզապես շանթահարվում էր ցավից, նվաստացումից, խելացնորվում դաժանության շողարցակ փայլից։ Նա փորձում էր հասկանալ անհասկանալին։ Այդ ինչպես է պատահում, երբ մաքրությունը, գեղեցկությունը, ճշմարտությունը մորթվում է աչքերիդ առաջ, և դու որպես բանական էակ իրավունք չունես ճչալու, դու իրավունք չունես անգամ խելագարվելու։ Պոեմի ղողանջների մեջ բարձրանում էր ձայնեղ ձայնական վարդապետի գունատ ու ազնիվ դեմքը։ Դեմքը, արդյոք, թե ուրիշ մի բան։ Կարելի էր հեռվից լսել վեղարի տակ տրոփող սրտի համազանգը, կարելի էր շոշափել մոմե ձեռքերը, կարելի էր սրբել ցնորվող ճակատի քրտինքը, կուտակվում էին սարսափի և դաժանության լեռներ։ Դրանց վրայով թե միջով անցնում էր ինքը, պարուր սևակը, և տառապանքը դառնում էր հույժ, ժամանակակից և ընկալելի։ Վարդապետը, ինչպես Գրիգոր Խանջյանի նկարում, ընդունակ չէր նայելու այն ամենին, ինչ կատարվում էր շուրջը։ Նա բոկոտն և ուժասպառ, արդեն գրեթե խելացնոր վազում էր դիակների միջով, և այդ վազքի մեջ արդեն չկար հանգրվանի հույս և փրկության ակնկալիք։ Ինչպես հորիզոնից ցոլած մի աստղ ընկնում ու հրաբառվում էր նա ակնթարթային դրությամբ, և նրանից մնում էր երգ, մեղեդի շարական աղոթք ու պատարագ։ Հայրենի հողը ընդունում էր այդ սրբությունը։